այսօր բռնապետություն է հաստատվել, եք շնչի ուղենող մակվարտակյալների ժամանակով, գուցե մենք արդեն առաջատար երկրներից մեկն ենք։ Գաղտնալսում են բոլորին, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր մասնակցում են ընտրություններին, գաղտնալսում են զուգարաններում, լողասենյակներում, տանը, աշխատավայրերում, համակարգիչները, հեռախոսները և վարչապետի հրահանգով դրանք տարածում են սոցիալական կայքերում։ Գալու է օրը, այդ բոլոր անօրինականությունների համար պատասխան են տալու այն մարդիկ, որոնք կատարել են անօրինական հրահանգները։ Մենք չենք մոռացել այն օրը, երբ որ վարչապետի հրահանգով շրջափակում են դատարանները և ծեծում դատավորներին, երբ որ վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պարկացնում են և վարչապետի հրահանգով այդ նկարները տարածում են սոցիալական ցանցերում։ Մենք այդ ամենը հիշում ենք, մենք դրանց ետևից գալու ենք և բոլոր այդ մարդիկ կրելու են իրենց պատասխանատվությունը, կրելու են պատասխանատվությունը նաև սահմանադրական դատարանի անօրինականությունների համար, երբ որ կազմը անօրինական կերպով փոխում էին, այն դատավորներին, որտեղ բանտեր են նրանց նստացնում, իրենց խղճի համաձայն վճիռները կայացնելու համար։ Մենք գալու ենք բոլոր նրանց հետևից, ովքեր այս շենքում նստած և նաև մյուս շենքերում նստած անօրինականություններ են իրականացրել։ Անուն առ անուն մենք ձեզ բոլորին հիշում ենք, անուն առ անուն դա գրանցում ենք։ Վստահ եղեք, դուք դրա պատասխանը տալու եք։ Մեր հանրությանն եմ ես կոչով դիմում, մեր հանրությունը պետք է հասկանա։